Դեռ ավականի էի, ինձ հետաքրքիր էր էլի այս շին թույլտվություններն էլիտար շենքերի, որ սենց ստանում են ու շենքեր են կառուցում, ով այս մարդը էլի, ինձ ասում են գործ չունես, ԿՊ-ական է։ Խոսքը ԿՊ-ական գործարար Գևորգ Սողոյանի մասին է։ Մեսրոպ Մանուկյանը ուսումնասիրել է նախկին պաշտոնյայի անցյալն ու նոր բացահայտվել է բոլորովին այլ պատկեր։ Հիմա դրանք թղթին է հանձնել ու բերել է ազգային ժողով ամբիոնի մոտ հերթով թերթելու Սողոյանի անցյալի ու ներկայի էջերը։ Էս ընկերը ժողովուրդ ջան, Գագիկ Խաչատրյանի ժամանակ ՊԵԿ-ի վերահսկողության վարչության պետն է, համատեղությամբ ԿՊ ցուցակի 121-րդ համարը, ժողովուրդ ջան, Գևորգ 122, ներողություն, պարոն Հարությունյան, հաջորդը ժողովուրդ ջան, էս վայ կներեք, Սրբազանի հետի նկարն է, ժողովուրդ ջան, Գևորգ Սաղոյանը Սրբազանի հետ, բայց չէ, ժողովուրդ շարունակեմ, պարոն Կարապետյան, հիշում եք այն հոմպլեքսը, պարոն Ղազյան, որ լույսերը գնում գալի, սու են խայտարակ պատմությունը, պարզվում է, էս Գևորգը Սաղոյան նկարներից հասկանում ես, որ այս հոմպլեքսի տիրոջ ընկերն է, այս մեջտեղինը գերմանացի է, ժողովուրդ, ուրիշ բան չմտածեք։ Հիմի բարձր ցույց կտամ, ժողովուրդ ջան։ Հաջորդը, ժողովուրդ, պարզվում է, Գևորգը Սաղոյան համատեղությամբ Ռոմանոս Պետրոսյանի ընկերն էլ է, փաթաթված իրար հետ։ Այս մարդը գերմանացի չի, Դումանյանն է, իր տղան է մեծ տեղ աշխատում էր, պարկեշտ անձնավորություն, աշխատակազմի ղեկավարներ, բայց շարունակեմ, ժողովուրդ ջան։ Հաջորդը, ժողովուրդ ջան, վայ, չես նկարն է պտի ցույց չտայ, պարոն Ռուբինյան, երեք Շիրակին Թորոսյան նախին հանրապետականից ման էիք գալիս, ոնց որ ձեր մայքեքով հանգրվարնելա ձեր շարքը։ Նախկին պաշտոնյան, որի ամսական աշխատավարձը 500,000 դրամ էր, միայն նախորդ տարի հայտարարագրել է 230 միլիոն դրամի եկամուտ։ Ունի միլիոնավոր դրամների ավանդ, տասնյակ հազարավոր դոլար ու եվրո, ինչպես նաև 510 քառակուսի մետր մակերեսով առանձնատուն։ Բայց այս պատմության ամենաուշագրավ մասը միայն թվերը չեն։ Սողոյանը ժամանակին հասցրել է դնել իշխող ուժի գլխարկը, նկարվել նախընտրական ավտոբուսի ֆոնին եւ ստանալ անձեռնմխելիության տոմս։ Հեքիաթային մոտիվներով պատմեմ, լինում են երկու ընկերներ, Գևորգը Սաղոյան եւ Արմենը Սաքապետոյան, նախկին ՊԵԿ-ի բարձրաստիճան չինովնիկներ, ժողովուրդ։ Իրար հետ համատեղ հիմնում են ընկերություն, Basic Investment-ը, որի 50%-ը լինում է այս Գևորգինը Սաղոյանը, 33-ը Արմենինը Սաքապետոյան։ Այս Արմենը չի հասկանում, որ գիտի գլխակ դնի, ժողովուրդ ջան։ Ու սխալվում ասում է, որ բանկային գաղտնիք չկա։ Ու գիտեք ինչ է հետևում։ Ապօրինի գույք։ Դու թալանչի ես, դու ստոր ես, դու նենգ ես։ Եթե պրոբլեմ եք տեսել Սաղոյան դեպքում, մենք պրոբլեմ չունենք։ Դիմեք դատախազություն, եթե ունեք այդքան խիզախություն։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածության մասին է։ Երկու օր է Ֆարմանյանից փորձում են պարզել ՊԵԿ-ից նրա հեռանալու հանգամանքներն ու բիզնես կապերը։ 18 տարին բոլորելուն պես բացվել է մի կազմակերպություն Արչին Բրոկ անվան, որը որ տնօրինել եք դուք եւ որը այսպես ասած շատ հետաքրքիր պատահականությամբ սկսել է զբաղվել մաքսային ծառայությունների մատուցմամբ հենց այն ժամանակ, երբ դուք աշխատել եք մաքսային ծառայությունում։ Ընդհանուր առմամբ ըստ մաքսային իրավական ակտերի դուք իրավունք չունեիք զբաղվել ձեռնարկատիրությամբ։ Եվ ինչպես պարոն Հարությունյանը նշեց, եւ եթե հիմա օրինակ եմ ասում իրավապահները պարզեն, որ այդտեղ խախտում կա, մենք կունենանք հերթական խաղ բանտարկյալը, հարգելի քաղաքացիներ։ Որպես տղամարդ ատում եմ կամ առնվազն չեմ հարգում տղամարդու մեջ 3 հիմնական հատկանիշ. արդարանալ ինչ որ մեկի առաջ, հրաժարվել իր նախկին խոսքերից եւ ճիշտը չասել։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Ղազարյանի հույսը Ֆարմանյանն է։ Ասում է, նրա ընտրվելու դեպքում հանրությանը վերջապես հասանելի կդառնան բյուջեից գաղտնի պահվող ծախսերը։ Մի ճնճղուկ ծառի ճյուղի նստած ձմռանը ծլվելում է։ Ու սառում է, ընկնում է գետին, պիտի ցրտահարությունից արդեն սատկի, պատահաբար մի կով գալի անցնում, թերքոտում, այս ճնճղուկի վրա։ Սա բնականաբար այդ միջավայրից տաքանում է ու նորից է սկսում ծվծվալ։ Որ նորից է սկսում ծվծվալ, կատուն գալիս սրանք գտնում եւ ուտում է։
Հիմա հեղինակը այդ առակից երկու հետևություն անում։ Առաջին, միշտ չի որ քեզ կեղտոտողը քեզ վատություն անողն է, եւ երկրորդ, միշտ չի որ քեզ կեղտից անողը քեզ լավություն անողն է։ Բայց Վազգեն Սարգսյանը իրեն բնորոշ նաեւ գեղարվեստական հանճարով ավելացնում է երրորդ հետևությունը։ Ասում է, եթե կեղտի մեջ ես ցենդ գլուխդ մի գցի։ Հիմա խոսքս վերաբերում է քաղաքացիական պայմանագիր ամբողջ կուսակցությանը, խմբակցությանը, նրանց ձևավորած կառավարությանը, սուս նստեք տեղներդ։ Ու հետագայում ժամանակը ցույց կտա ով եւ ինչպես կնստի եւ որ ամենակարևորն է որտեղ կնստի։ Վերջապես թեկնածուն փոխվեց։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Սարգիս Խանդանյանին։ Այս պաշտոնում նա նոր չէ, հետևաբար մոտեցումները ստիպված է կրկնել։ Հայաստանի Հանրապետության համար ցեղասպանության, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Սա է այս իշխանության դեմքը։ Պատերազմ, զոհեր, կորուստներ եւ պարգևավճարներ։ Իսկ երբ հարցնում են պատգամավորին, թե քերին ոնց է, նա ուրախությամբ պատասխանում է, որ փառք Աստծո։ Լավ է քերին։ Թող լավ լինի քերին։ Բայց իմ քերին չի կարա լավ լինի։ Որովհետև նրա անվանակից թորնիկը Աղաջան Ջանոյանը, որի մկրտության կնքահայրն եմ ես, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջի կուրսի ուսանող, զոհվել այդ պատերազմում։ Իմ քերին եւ ես երբեք չեն կարող արդեն լավ լինել։ Երբեք չեն կարող լավ լինել։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում, ձեր ոչ կոռեկտ եւ անբարտավան պահվածքի պատճառով, եւ ես ձեզ զգուշացնում եմ, հարգելի գործընկերներ, լրություն պահպանեք։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Պարոն Կարապետյան, հիմա չեք կարող խոսել, ես ձեզ առաջարկում եմ, որ կարգի հրավիրեք ձեր падգամավորի եւ չափավորեք, հակառակ դեպքում նրան այնպես կչափավորեն, որ այլևս երբեք չի կարող այդ չափերից դուրս գալ։ Կարծում եմ իր որակումը բարեկրթության Գրքերը հանդարտվեցին, բայց ազգային ժողովի նախագահը սպասում է Էդգար Ղազարյանի ներողությանը։ Ռուբինյանի հորդորը, որ թեկնածուների շուրջ քննարկումները տեղի ունենան արագացված ընթացակարգով, ըստ էության էլի չիրականացավ։ 3 օր 12 մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուից միայն 4-ի շուրջ է քննարկում ծավալվել։ Ալադավթյան, Էպիկենտրոն։